այսօր են։ Տունը չեն։ Դե մեզ հենց ես չկա, տանը մարդ չկա։ Ուրիշ վաղ մարդ չեր կրում, տանը հանգիստ նստեր։ Ինը թխված կա թխել։ Մի հատ փորձեմ։ Քորս չունես կթունավորվես։ Ես անմահ եմ։ Եկան։ Մի անհանգստացի։ Իրանք մեզ չեն տեսնում։ Այս որտեղից են գալիս։ Գերեզմաններից։ Ում։ Մամ, ես նկարը կախեմ պատից։ Չէ, այդ նկարների հետ չիս ասում, ավելի լավա դիր դարակը։ Մեզ սրանց։ Մամ, կլինի պապայի սաղ շորերը վեկալեմ ինձ։ Վեկալ։ Դզեց։ Շորեր ծեր չտաս արա։ Մի գոռա։ Իրանք քեզ չեն լսում։ Ես չի որ կենթանի ժամանակ լսում էին։ Հիմա որ պապան մեր հետ չի ոնց ենք ապրելու։ Նենց չի, որ առաջ մեր հետ էր։ Ռուզան, մերած մարդու հետևից չեն խոսում։ Մամ, լսեցի՞ր։ Ջան, դες լսեց ինձ։ Չէ, Հեռախոսն ես անգում, ոնց չես լսում։ ալո։ Հա, մամ ջան։ Լավ էլի, մամ։ Գառնիկը նոր ա մահացել, չեմ ուզում հիմա ուրիշ տղամարդու հետ ամուսնանամ։ Սպասի թող գոնե մի քիչ անցնի։ Սոքան չսեր։ Դե նպես է թարախին, ուզում է Ռուզային ուրիշի հետ ամուսնացնի։ Ձեր կանտորան լավ չի աշխատում։ Ինչի համար։ Որովհետև իմ նման հաճելի մարդուն տարել եք, իսկ զոքանչիս նման տհաճ մարդուն թողել եք։ Եթե չգիտեք որտեղ ապրում, ասեմ հասցեն։ Մենակ Մարիսա սգում։ Գլուխը բռնել նստել է։ Մարի, հենց իմ անջած է հենց երաշտությունը։ Մի գոռա։ Խլացրիր։ Բաս մեզ չեն լսում։ Իրանց չէ, ինձ։ Չէ, Ռուսանա չեմ հավատում, չէ։ Հարալա ես տղուն։ Տեսնպես ոնց է սգում իմ կորուստը։ Միջև վերջն այն։ Իրինայի ներքնազգեստը հարթուկելուց պատահական վառ